Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը և խոսելու ենք ճանապարհորդությունների մասին, մեր ամենասիրելի թեմաներից մեկի։ Եվ այսպես, Go Travel տուրիստական ընկերությունը հիմնադրվել է 16 տարի առաջ։ Ընկերությունը մասնագիտացված է արտագնա տուրիզմի ոլորտում։ Go Travel-ում ընկերության հիմնական և առաջնային նպատակն է հաճախորդների համար կազմակերպել բարձրակարգ և ապահով հանգիստ։ Եվ այդ առիթով մեր տաղավարում է Go Travel տուրիստական ընկերության հիմնադիր տնօրենը Լիաննա Սահակյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարի լույս, բարի օր բոլորին, հիասքանչ, իմ տրամադրությունը, երբ որ արդեն արթնանում եմ, ինձ մոտ ամեն ինչ լավ է։ Դուք առավոտյան մարդ եք։ Ամ առավոտյան, համ երեկոյան, համ գիշերվա։ Իսկ թռիչքները երբ եք սիրում, երբ որ առավոտյան է լինում, թե ցերեկ։ Իհարկե առավոտյան, բայց կախված է նաև ուղղությունից։ Լավ ուղղության դեպքում գիշերային թռիչքներն էլ կարող է ստանալ սենց լուսավոր։ Վերջին շրջանում շատ եմ նկատել, որ այսպես է, հա գնում ես ինչ-որտեղ, վայելում ես հետ օրերը, հետո հետ ես գալի ու սկսվում է այդ դաժան վիճակը, որովհետև դեռ մտքով այնտեղ ես։ Հետ ճանապարհորդական ստրես։ Սինդրոմը, հա։ Այո, ես լայֆհակ կարամ ասեմ։ Ահա, ասեք, ինչ անել այդ դեպքում։ Ուրեմն ինձ մոտ էլ միշտ տենց է եղել, բայց ես վերջի տարիներին ինչ եմ անում, արդեն նախապես ամրագրում եմ միշտ ճանապարհորդությունը։ Շատ հեշտ է, այսինքն եթե դու ունես սպասելիք ճանապարհորդություն, դու գալիս ես հասկանում, որ դու գործեր ունես կարգավորելու, քո գործերը կարգավորում ես, սպասում ես քո հաջորդ ճանապարհորդությանը։ Դա շատ հեշտ է։ Շատ լավ, որ կառաջարկեք հաջորդ ճանապարհորդություն, քանի որ դիմացը ամանոր է եւ ինչ ուղղություններ կան։ Ամանորյա, նախաամանորյա, ամանորից հետո։ Եկեք առանձնացնենք մի քանի ուղղություն, օրինակ ինձ համար այս տարվա բացահայտումներից խոսամ, օրինակ Սաուդյան Արաբիան։ Ինձ համար հետաքրքիր ֆանտաստիկ ուղղություն է։ Ես մտածեցի ուղղակի Միջին Ասիայի տենց հերթական ուղղություններից է, բայց չէ, այցելեցի Ալուլա։ Ինքը շատ հետաքրքիր ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ էր դեպ գտնվում ու այդ վրանային հյուրանոցները, որոնք նաև համադրված էին լեռների տեսարաններով իրենց հիասքանչեր ու երեկոյան ունեին մեդիտացիա աստղերի լույսի տակ, ֆանտաստիկ էր ուղղակի։ Իսկ դա աստղաբաշխական թվերի մասին է խոսքը, թե հասանելի է բոլորին։ Հասանելի է, չեմ կարող ասել բոլորին, բայց հասանելի աստղաբաշխական թվերի մասին չի խոսքը։ Հետո ֆիլմի դիտում ես դու անում, էլի նույնպես աստղերի տակ, առողջ սնունդ է, նոն-ալկոհոլիկ երկիր է, այսինքն այն մարդիկ Duty free չես կարող։ Ոչ մի ձև չես կարող խառնել, բայց այնքան սիրուն է այդտեղ տեսարանները, այնքան դրական էներգիա կա քեզ, որ ոչ մի ավելորդ էներգիա հավորթող ոչինչ քեզ պետք չի։ Ու մարդիկ էլ ես ի զարմանս ինձ, դե մուսուլմանական երկիր, փակ, բայց ֆանտաստիկ բարի, լավ, ջերմ։ Այսինքն կարանք դիտարկենք որպես նույնիսկ ամանորյա ուղղություն, ինձ շատ է գրավել։ Եթե ամանորյա ուղղություններից նայենք մեկ այլ, հա, դեպի ծայրահեղություն, որ այստեղ արև է, այնտեղ ձյուն է, Լապլանդիա իհարկե։ Ձմեռ պապիկին հյուր ենք գնում։ Շատերը դիտարկում են Լապլանդիան որպես ընտանեկան երեխաների հետ ուղղություն, բայց ոչ, այնտեղ կան օրինակ այս հոթելներ, սառցե հոթելներ ու քեմփինգներ, որոնք կարող ես դու գնալ ու այդ թափանցիկ պատոհանների թարմ մնալ հետ գալ, սառցի մեջ։ Այո, նույնիսկ նորապսակները կարող են գնալ եւ ֆանտաստիկ հետաքրքիր փորձառություն ունենալ, քանի որ կարող են այո, եղնիկներով, սահնակներով տուրեր կազմակերպեն, գնան հենց նույն Սանտա Կլաուսի հենց այսպես ասած գյուղը, որը հանդիսանում է, նամակ գրել, ֆանտաստիկ հետաքրքիր նույնպես ուղղություն է։ Ինչ որ նշում եք Go Travel-ն իրականացնում է։ Իհարկե։ Ինչ լավ է։ Այո, այն վերածում եմ մեզ է ձեր երազանքները իրականանում են։ Իրական, այո։ Դուք չեք իրականացրել մեզ հետ երազանքը ձեր դեռ։ Դեռ, սպասում եմ հետաքրքիր առաջարկի։ Քրիսմաս մարկետներից էլ խոսենք, Վիեննա։ Այո, Վիեննա, Պրագա, իհարկե, Բուդապեշտում էլ է շատ հետաքրքիր, շատ եվրոպական ուղղություն է, Լոնդոնում է շատ հետաքրքիր լինում։ Հայ Լոնդոնում ամանորյա տրամադրության մեջ հայտնվել եմ ես։ Հա։ Այո։ Սենց ասեմ, Քրիսմաս մարկետները իհարկե նույնպես կարես այցելես ընտանեկան ֆորմատը, որտեղ իմ աղջիկը իմիկվանից ասում եմ գնալ ենք, չէ, Փարիզ Քրիսմասի մոդը տեսնելու, ասեմ, հա, բալես, իհարկե, որովհետև երեխաները նույնպես սպասում են այդ ամանորյա հեքիաթի։ Ես եթե դիտարկենք օրինակ ավելի էկզոտիկ ուղղություններ, օրինակ Թայլանդը նույնպես շատ հետաքրքիր է ու համեմատաբար մաչել է ինչ առումով, որովհետև այնտեղ սնունդը, տրանսպորտային միջոցները, ամեն շատ մաչել է։ Այսինքն եթե դու չես ուզում այդ ձեր ասած աստղաբաշխական գները ծախսել։ Բյուջետային տուրիզմի համար բավականին այսպես ամանորյա առաջարկներ ունեք։ Այո, երկուսն էլ պրեմիում դասել ունենք, ավելի հասանելի ունենք, այո։ Չենք ուզում կիսել մեր սեգմենտը։
Իսկ ոնց եկաք տուրիստական ընկերություն ունենալու մտքին, այսինքն ճանապարհորդական սերը բերեց այստեղ։ Այդ լրիվ տարբեր պատմությունները, ես մասնագիտությամբ իրավաբան եմ, մի քանի հարցազրույցի ժամանակ պատմել եմ, բայց հիմա էլ կպատմեմ այդ պատմությունը, որովհետև շատերի մոտիվացնում է ինքը։ 6 տարի սովորել եմ իրավաբանության ֆակուլտետում եւ մտածել եմ, որ ես անպայման լինեմ դատավոր։ Ահա, իմ ծնողների երազանքը նույնպես դա էր։ Ու մեկ օր դատարանում աշխատելուց հետո եկածում ասեցի, «Իմը ուրա էմոցիա չկա, էքսպրեսիա չկա, ինձ անհետաքրքիր է ինձ»։ Չէ, ասեցի ժողովուրդ մի անհանգստացեք, ես իմ միսիան, ես իմ ուղին կգտնեմ, ես էլ փոքր էի ժամանակ 23 տարեկան էի։ Ու ասեցի, որ մի տարի առաջ էր դա։ Մոտավոր։ Ու ծնողներս իհարկե շատ անհանգստացան, բայց ես ասենց համառորեն գիտեի, որ ես իմ առաքելությունը գտնելու եմ ու հայտարարություն կարդացի, որ պահանջվում է տուր մենեջեր։ Ես չգիտեի տուր մենեջերը ինչ բան է։ Գնացի հարցազրույցի, ինձ աշխատանքի չընդունեցին։ Ու դա դարավ ստիմուլ, որ ես ունենամ իմ սեփական տուրիստական ընկերություն։ Այո, ես ոչ միտեղ չեմ աշխատել ու հենց դա որ հետաքրքիր գաղափարներից մեկը, որ երբ որ որոշեցի իմ բիզնես ունենալ, իհարկե բոլորը դեմ էին, բայց հենց առաջի օրվանից ոնց որ ինքը հաջողություն ունեցավ, քանի որ դու հավատում ես, դու գիտես դու ուր ես գնում։ Եթե դու ճանապարհը նպատակը գիտես, ճանապարհը քեզ տանում է դեպի նպատակ։ Ուր եք գնալու հաջորդ ճամփորդություն արդեն ունեք։ Այո։ Որտեղ։ Երևի թե կրուիզային է լինելու։ Այո, ես շատ եմ սիրում։ Միակ բանը, որ դեռ հələ չեմ փորձել, դա կրուիզային ճամփորդությունն է։ Երևի թե ամանորին կրուիզային տարբերակ է լինելու, իսկ հետո երևի թե Վիետնամ կդիտարկեմ։ Վիետնամ։ Այո։ Վերջերս եկել եմ Մալազիայից, որ նույնպես շատ հետաքրքիր բացահայտում են ինձ համար։ Ես Մալազիան նույնպես համարում էի Ասիայի ուղղակի երկրներից մեկը, բայց հասկացա, որ ամեն երկրում կարես գտնես քո յուրահատուկ, քեզ հոգուն կպնող ներդաշնակությունը եւ կարող ես համատեղել քաղաքային եւ կղզիային հանգիստը։ Նույնպես Մալազիան, այն մարդիկ, որոնք լսում են Մալազիան, չեն հասկանում ինչ ուղղություն է։ Ես կարող եմ խորհուրդ տալ եւ մենք նաեւ ունենք վլոգ, որտեղ անդրադառնում եմ ես համապատասխան այդ հաղորդումներին, կարամ միանալ մեր YouTube-յան ալիքին, Լիանա Սահակյան Go, ու բաժանորդագրվելու բոլոր ուղղությունների մասին 10-15 րոպեում ամեն պատկերացում կարող ես կազմել, ուր գնալ, ինչ ուտել, որտեղ հանգստանալ, ինչքան է տևում թռիչքը, ինչ դրամական միավորը, ինչ անել, ինչ չանել, ինչ միֆեր, իրականություններ կան, ինֆորմատիվ հետաքրքիր վլոգ է։ Դե մենք ուզում ենք ձեզ մաղթել հաջողություն եւ հաջորդ ճամփորդությունը անպայման ձեզ հետ վերցեք Սափորը, Իջևանի գինու գործարանի կողմից առաջարկող Ռոզե գինին, որը ես գիտեմ, որ այսպես հետաքրքիր համադրություն ու համ կհաղորդի ձեր ճամփորդությանը։ Շնորհակալ եմ շատ։ Եվ քանի որ Go Travel-ը նվիրում է էմոցիաներ, որոնք անհնարին է, հա, մոռանալ, ես ուզում եմ ձեզ նվիրել երկու բացիկ, այստեղ բացիկներ են, որոնք գրված են սիրում եմ, եւ իհարկե էմոցիաներ են տալիս, քանի որ հայտնի երկերից ֆրազներ են։ Մեկը Արամ Էմպետրի երգից է, կուզես աշխարհն առանց քարտես, դու միայն ասա ինչ որ կուզես։ Սա եւ ձեզ է եւ Go Travel-ի կարգախոսն է, հա։ Եվ եւս մեկը, որ էլի կարող է դառնալ Գլոբուսն կա։ Գլոբուսն էլ կա, այո։ Եվս մեկը, որ էլի կարելի է դառնալ ճամփորդությունների մասին, ուր որ գնաց հետդ կգամ, հենց որ կանչես մոտդ կգամ։ Էլի։ Կարծում եմ ճամփորդելու համար ու էմոցիաների համար շատ լավն են։ Շնորհակալություն ձեզ այդ էմոցիաների համար։ Մերսի։ Շնորհակալ ենք։ Դե, ունես արդեն ճամփորդելու հնարավորություն։ Ես իրականում այս ընթացքում մտածում եմ մեր եվրոպական ճանապարհորդություններից պատմենք, բայց այս պատմությունների կողքին մի քիչ ստանդարտ էին թվում, դրա համար այսինքն լավ թողնենք դուք Մալազիայից եւ Սաուդյան Արաբիայից ավելի հետաքրքիր։ Այո, դե մենք սա առիթ է, որպեսզի եւս մեկ անգամ հյուրընկալենք մեր հյուրին, իսկ հիմա ճամփորդենք դաթարի աշխարհում, հետո վերադառնանք ու ամփոփենք ծրագիրը։